Ողջույններ Արևոտ Փարիզից, էլի եկել ենք համտեսման ու հիմա գտնվում ենք Ռիվոլի փողոցի վրա, ով չգիտի ասեմ, դա Լուվրի հարևանությամբ գտնվող փողոցն է, որտեղ գտնվում է Մորիս հյուրանոցը, ճանաչված է Դերիգրոլեն, Լուվրը եւ այստեղ կա մի հատ շատ մեծ ժամանակակից, հա, սենց մոդեռն մոտեցումով բուլոնժրի պատիսխի, որտեղ էլ այսօր համտեսում ենք անելու, ինքը առաջարկում է շատ օրիգինալ բաներ, իդեպ նույնիսկ անցյալ տարի իրանց մի ստեղծագործություն մեկ խմորեղեն Փարիզի լավագույնն է ճանաչվել, բայց մենք հիմա այսօր կփորձենք մի քանի տեսականի, որպեսզի հասկանանք ինքը արդյոք այդքան համեղ է, թե ոչ։ Գնացինք։ Ահա եւ տեղավորվեցինք, վերցրել ենք մի քանի բան, եւ աղի, եւ քաղցր, եւ հացաբուլկեղենից, վերցրել եմ նաեւ ըմպելիք մաչա, կտեսնենք ինչպես է։ Եկեք ուղղակի ցույց տամ իրենց սենդվիչը, թե ինչքան ախորժելի տեսք ունի։ Մի հատ նայեք, սև հացով, թունաձկով եւ մարինացված այսպիսի լոլիկներով սենդվիչ է։ Իդեպ իրենք յուրահատուկ են նրանով, որ իրենց հացերը 100% թթ խմորով են, այլ ոչ թե խմորիչով։ Հետևաբար ես ճշտեցի, այս սենդվիչի հացն էլ է այդպիսին, ոչ միայն այնպես գրամով առնվող հացերը, հոտից իսկապես շատ անուշատ է գալիս ու կարծում եմ, որ գներն էլ բավականին հարմար են։ Այս ամբողջին վճարել ենք 21 եվրոյի կարգի, անհատական գները կգրեմ, կասեմ կիմանաք, բայց կարծում եմ այսքանի համար 21 եվրո, այն էլ Փարիզի այս հատվածում, հա, Ռիվոլի փողոցի վրա, որտեղ հարևանությամբ երկու քայլ այն կողմ Լուի Վիտոնի սրճարանն է, հա, Լուվրն է, արդեն ասեցի, ինքս են շատ անցողիկ մարդաշատ վայրում է, կարծում եմ գինը բավականին լավ է ու այն փաստը, որ հնարավոր է տեղում նստել եւ վայելել, ասեմ ձեզ, Փարիզում դա քիչ թե շատ բացառիկ երևույթ է, որ բուլոնժրիում այսքան մեծ տարածք լինի եւ հնարավոր լինի նստել, եթե չեմ սխալվում, այն համարվում է Փարիզի ամենամեծ բուլոնժրին, բայց քանի որ շատ հաստատ չգիտեմ, չեմ պնդի, բայց որ ինքը մեծ է, դա հաստատ 200 հնարավորություն կա նստելու, այնպես որ ազատ եկեք, հաստատ նստելու տեղ գտնելու եք, բայց համտեսում եմ, ուզում եմ սկսել այս մաչայից, որը գույնը ճիշտն ասած այնքան էլ ինձ չի ոգևորում, հիմա տեսնենք համը ինչպիսին է, կարճ չափսերով էր, հա, M չափս եւ ավելի մեծ, L չափսը, ես M-ն եմ վերցրել, սա արդեն իսկ մեծ է, գնով 5 եվրո մի քիչ ավել կգրեմ ավելի կոնկրետ գինը շատ լավն է, հիմա մնում է տեսնենք համեղ է, թե չէ։ Չէ, շատ վատն է, այստեղ մաչա մի վերցրեք, ինքն իրանից չգիտեմ ինչու քաղցրություն ունի, չնայած որ ես քաղցր չեմ ուզել ու գույնն էլ, ինչպես արդեն սկզբում ասում էի, լավը չէր, գույնն ու համը իրար համապատասխանում են, մաչան կգնահատեմ 10-ից 5 խմվում է, բայց որ ասել, որ համով մաչա է, սուտ կլինի, ես էլ չեմ վերցնի այստեղ հաստատ մաչա, անցնեմ առաջ։ Իդեպ ես չասեցի, որ բոեմի, այսինքն տեսակ ինչպես է անվանվում, հա, այս հացաբուլկեղենի խանութը բուլոնժրին կոչվում է բոեմի, ու իրենից մի քանիսը կա Փարիզում, առաջի, երկրորդ, երրորդ թաղամասերում, մի քանիսն է, այնպես որ կգտնեք ու ինքը ստեղծվել է 2017 թվականին հենց Փարիզում, բայց արդեն ինքը տարածվել է նույնիսկ Սեուլում կա, Բորդոյում կա, մի քանի տարբեր տեղեր, գտնում եմ, որ եթե տարածվել է ու այդքան լավ աշխատել է, հետևաբար համեղ է ու հիմա էլ որ նայում եմ, այնքան շատ մարդ կա ու կարծում եմ դա էլ համեղ լինելու ցուցանիշ է, հուսով եմ չեմ սխալվում։ Եկեք սկսենք սենդվիչից։ Փորձում ենք։
Սենդվիչը շատ հավանեցի, նայեք միջուկը, բավականին է լցոնած է, հա, թունաձուկն է, կրեմի պես, ռուկոլա ճիշտ ասած չեմ իմանում հայերեն ինչպես է, նույնիսկ ավոկադո եմ տեսնում, կլասիկ թունայով սենդվիչներում երբևիցե նման բան չի լինում, ու ես շատ հավանեցի, որովհետև հացն էլ ինքն իրանով արդեն համեղ է, շատ լավն է, երևի իրեն կգնահատեմ 10-ից 8, ինչու, որովհետև ամեն դեպքում իմ ամենասիրելի թունայով սանդվիչը Giant Juicy սանդվիչն է, իհարկե իրանք նույն կատեգորիայի չեն, բայց սա շատ հարգի է, 10-ից 8, լավն է, անպայման վերցրեք, փորձեք չեք փոշմանելու ու չափսն էլ բավականին է, գինն էլ կգրեմ, շատ հարմար է, հաստատ արժեք։ Եկեք անցնենք հացաբուլկեղենին, կրուասանից, ասեմ, որ շատ սիրուն է, ես այնքան եմ սիրում, սենց մի քիչ լայնոտ տեսակի կրուասաններ, հա, կարագի հոտն է լավ գալիս է, իդեպ այդ Նյու Յորքյան ռոլերը, երբ որ նոր էին, հա, այսպես բում արել, իրենք երևի առաջիններից էին, որ սկսեցին սարքել Նյու Յորքյան ռոլեր, այսօր չկար իհարկե, բայց բումն էլ է անցել մեծ պետք չի, ու իրենցը իսկապես շատ համեղ էր եւ գինվորակ հարաբերակցություն շատ լավն էր։ Հիմա տեսնենք կրուասանը, խրթում եմ, իդեպ ասեմ, ես եկել եմ օրվա երկրորդ կես, բայց ինքը խրթիկ է, նայեք լավ ձգվում է։ Ինչպես արդեն ասեցի, ես օրվա երկրորդ կեսին եմ եկել, բայց կրուասանը պատկերացեք բավականին խրթիկ է, տեսեք մեջը ինչ սենց եթերային է, փչված է, հա, ես հենց այսպես էլ սիրում եմ, կարագի հոտը գալիս է, հա, շատ լավ, հարգի կրուասան է, ճիշտ է, իմ կերած ամենալավերից չէ, իմ համար միևնույն է, թերևս ամենատոպ տեղում գտնվում են Պանիֆակտյուրի եւ Լա Պանիֆակտյուրի եւ Cédric Rolaigne, բայց ինքը շատ լավ համեղ կրուասան է ու բավականին է մեծ է, արժեր եթե չեմ սխալվում 1 եվրո 60 սենտի, դա էլ Փարիզի համար շատ լավ իդեալական գին է, հատկապես իր չափսի համար, դրա համար կգնահատեմ 10-ից 8 ու խորհուրդ կտամ անպայման գաք, ինքներդ էլ փորձեք, այս հաստատ հավանելու եք։ Ու երևի արդեն նկատեցիք սկզբի կադրերում, որ կան նաև աղի տարբերակով կրուասանը, հա, սենդվիչիկի նման կրուասան պատրաստված, այնպես որ նույնիսկ կարող եք գալ նախաճաշել, եթե քաղցր չեք սիրում, աղի կրուասան վերցնել, երկուսը մեկում վայելել։ Անցնենք այս պանո շոկոլային, ավելի ճիշտ սա պրալինեյով պանո շոկոլա է, որը գիտեք, կրուասանի պես, նույն կրուասանի խմորն է, ուղղակի կլասիկ տարբերակում մեջը շոկոլադի փայտիկ է լինում, հա։ Սա ասեցին պրալինեյով է, հետևաբար պրալինեի փայտիկ պետք է լինի, մեջը շոկոլադ պրալինե, բավականին ծանր է, երկու գույնանի, գեղեցիկ փայլում է, շատ լավն է, 3.5 թե 3.60 արժեր, հոտը ինչպես մի շատ լավը, հիմա տեսնենք համը ինչպիսին է, եկեք այսենց ձեր համար կիսեմ, մեջը տեսնենք, ափսոսս էլ է գալիս, բայց պետք է կիսենք, որ հասկանանք։ Վաու, նայեք միջուկը ինչ գեղեցիկ է, պրալինե, ոնց որ շոկոլադ, հեսա համը տեսնենք, բավականին լցոնված է, դրա համար էլ ծանր էր, եկեք սենց մեջտեղի մասից էլ կծեմ ու համը տեսնենք։ Մեջը շոկոլադ ու պրալինե է ու շատ լավն է, ժողովուրդ այնքան համով է, նայեք ինքը սենց նույնիսկ պապուկա, սենց մի կերեսակ ջրիկոտա, ընտիրություն է, ով որ սիրում է պրալինեն դա հենց պնդուկով ու նուշով է պատրաստվում, հուկատնային շոկոլադը շատ լավ համադրվում է, ով որ սիրում է շոկոլադ պրալինե, այս անպայման սիրելու եք, այս նույնիսկ կգնահատեմ 10-ից 9 բոմբա, անպայման այս մեկը փորձեք, ինքան մեծ է, կամ պետք է սոված ժամանակ մի հատ վերցնեք ու ուտեք կշտանաք, կամ եթե գոնե 2 հոգով եք, վերցրեք տարբեր բաներ, կեսովի կերեք, որովհետև ինքը իսկականից մեծ է, էլի, եթե մեկ ուտեք, շատ լավն է, այս հաստատում եմ։ Հասանք իմ ասում սպասված խմորեղենին, պիստակով պլանին, որը օրանժի, հա, նարնջի ծաղիկի այդ հյութով է պատրաստված, արևելյան տարբերակով, չգիտեմ նկատեցիք, թե չէ մեջը ինչքան վանիլ կա, բավականին շատ վանիլ կա,
ու այս վերջն է, ու եթե նկատեցիք կողքից ֆլանի խմոր չկա, այսինքն cheesecake-ի ստիլով է սարքած, ֆասոնով է սարքած, տակն է միայն խմորը ու ինչպես տեսնում եմ, հենց տարտալետքի խմորի նման խմոր է, սա իրենց շատ ճանաչվածներից է ու եթե չեմ սխալվում նույնիսկ 5 եվրո ինքը չկար 4.60 թե 4.80 էր, ճիշտ գինը կգրեմ Փարիզյան գների համար այս ուղղակի իդեալական է, ես ձեզ հավաստիացնում եմ նման չափսի ֆլանի համար հայտարարված է, որ այստեղ պիստակի խրխրթիկ շերտ կա, որը որ տեսնում ենք, ինչպես հասկանում եմ նաև կրեմ կամ պրալինե կա, տեսնենք ու ինքը ֆլանի հենց վանիլային կրեմը բավականին կրեմային է, նկատեցիք չէ, ես հենց այսպիսին էլ սիրում եմ ֆլանը Շատ համեղ է Պիստակի համը լավ զգացում է, ոնց որ այդքան արհեստական համ չի, ավելի շատ բնական համ է ու այս մեջտեղը այդ Դուբայի շոկոլադի խրխրթիկի նման, հա, այդ փլավեց խմորով խրխրթիկ շերտ է արված, տակնել պիստակի կրեմ է Դրա համար եւ կրեմ կա եւ խրխրթիկ շերտ ու այս վանիլային կրեմը, որ իսկապես շատ համեղ է Լավ վանիլային է Շատ հավանեցի Կգնահատեմ երևի թե 10-ից 8, որովհետև ամեն դեպքում իմ ամենասիրելի պիստակով ֆլանը դա Boulangerie Paris-ի ֆլանն է, որտեղ ես մի քանիսը փորձել եմ միառժամանակ համտեսումը կայջում, եթե չեք տեսել գնացեք տեսեք Իրենք ուղղակի անմահական են, իմ համար վերջն եմ, բայց սա էլ շատ լավ պիստակով ֆլան է, բայց կա նաև նատուրալը, եթե ուզում եք, կլասիկը կարող եք վերցնել, այնպես որ 10-ից 8 շատ լավն է Եկեք եզրափակեք, արդյոք Bohème-ի Boulangerie պատիսխիների ցանցը արժեն այդ ամբողջ աղմուկը, որ կա իրենց շուրջ, որ ասում են, որ իրենք շատ լավն են ու որ իրենք մրցանակներ են հաղթում, այսպես ասեմ, այո արժեն, որովհետև սենդվիչի հացը որակյալ է եւ սենդվիչն էլ լավ լցոնված է, հացաբուլկեղենը լրիվ հարկի շատ լավն է, ֆլանը ընտիր էր, շատ հավանեցի, այնպիսին ինչպիսի ես սիրում եմ, լավ կրեմային, խրխրթիկ, Եթե հայտարարված էր պիստակ, այսինքն համը կար, միակ երևի մեծ թերությունը դա հենց մաչան էր, որը որ շատ վատն էր, անկեղծ կասեմ, որպես մաչայասեր, իմ նման մաչայասերների խորհուրդ չեմ տա այստեղ մաչա վերցնեք, սուրճ վերցրեք, այլ ըմպելիքներ, լիմոնադներ, այնքան տարբեր բաներ ունեն, միգուցե դրանք համով են, չեմ փորձել, չեմ կարող ասել, մաչան անցնում ենք, բայց հացաբուլկեղենից օգտվում ենք, սենդվիչներից էլ նույնպես ու տեսակ շատ գեղեցիկ խմորեղեն ունեն, այդքանը արդեն փորձել հնարավոր չէր, այնպես որ ընդհանուր առմամբ Boulangerie Paris-ին կտամ 10-ից 8 եւ կարծում եմ արժե ավելացրեք իրեն ձեր այցելելու հասցեների մեջ, այնպես որ եթե հավանեցիք լայքեք, կոմենտներ գրեք, բաժանորդագրվեք, հետևեք ինձ իմ ինստագրամյան էջերում, Lilith France-ի հիմնական էջում, որովհետև ավելի ակտիվ եմ, ավելի հաճախ եմ ռիլեր գցում, ավելի հաճախ ենք համտեսումներ անում։ Ինձ համար շատ համեղ էր, շատ հաճելի էր, պաչիկներ եմ անում եւ ասում եմ մինչ նոր համտեսում։